Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Տիկին Գալյան կոռուպցիայի կանխարգելման տեսանկյունից մեծ դեր ունի իրական շահառուների բաց եւ հասանելի շտեմարան ունենալը։ Այո, Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականից հրապարակում են իրական շահառուների հայտարարագրերը իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գրանցամատյանում, բայց այդ տեղեկատվությունը ամբողջական չի։ Տեսանելի չի, թե իրավաբանական անձանց քանի տոկոսն է լրացնում այդ հայտարարագիրը, դրանց մեջ քանի տոկոսն է պետական պաշտոն զբաղեցնող անձ։ Նաև տվյալները այսօրվա դրությամբ մեր մոտ հրապարակված այդ տվյալները չեն կարող ընթերցվել մեքենայական լեզուների համակարգիչների կողմից եւ հարման չեն ազատ վերլուծման համար։ Ես որքան գիտեմ Գրեկոյի պահանջը է, որ այդ շտեմարանը շատ հեշտ ցանկացած մարդ կարողանա ներբեռնել իր մոտ եւ վերլուծել ամբողջ շտեմարանը։ Եվ երկրորդ հարցս ուզում եմ ինչ է տեղի ունենում իրավաբանական անձի հետ, որը հրաժարվում է կամ չի լրացնում իրական շահառուների հայտարարագիրը այսօր։ Հարցին կպատասխանի Արտադրության նախարար Սրփուի Գալյանը, համեցեք տիկին Գալյան։ Շնորհակալություն հարցի համար։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցված յուրաքանչյուր իրավաբանական անձ անխտիր։ Մինչև յուրաքանչյուր տարվա փետրվարի 20-ը ներկայացնում է իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր, այսինքն որևէ բացառություն որևէ իրավաբանական անձի համար նախատեսված չէ։ Նոր գրանցվող իրավաբանական անձինք ունեն պարտականություն գրանցվելուց հետո 40 օրվա ընթացքում ներկայացնել իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիր, իսկ իրական շահառու են հանդիսանում կոնկրետ ֆիզիկական անձինք, որոնք նշված են օրենքում, օրինակ հանքարդյունաբերող իրավաբանական անձի պարագայում 10 եւ ավել տոկոս մասնակցություն ունեցող ֆիզիկական անձինք են իրական շահառու կամ անձինք, որոնք փաստացի վերահսկում են տվյալ իրավաբանական անձի գործունեությունը եւ այլն, իսկ ընդհանուր բնույթի իրավաբանական անձանց պարագայում 20 եւ ավել տոկոս մասնակցություն ունեցող անձինք են համարվում իրական շահառուներ եւ իրավաբանական անձը պետք է ներկայացնի համապատասխան իրական շահառուի վերաբերյալ հայտարարագիրը, որը կպարունակի նշումներ իմ կողմից նշված անձանց վերաբերյալ։ Շտեմարանը բաց է եւ հասանելի, եւ բոլոր անձինք առանց պետական տուրքի կարող են որոնել այնտեղ իրենց համար ցանկալի տեղեկատվությունը, իսկ ինչ տեղեկատվություն կարող են գտնել։ Տեղեկատվություն իրական շահառուի վերաբերյալ, այսինքն թե ով է հանդիսանում իրական շահառուն տվյալ իրավաբանական անձի, թե երբանից է տվյալ անձը հանդիսանում տվյալ իրավաբանական անձի իրական շահառու եւ այլն, եւ տվյալների որոնումը հնարավոր է իրականացնել անունով եւ ազգանունով, այսինքն եթե կոնկրետ պաշտոնատար անձը մեզ հետաքրքրում, մենք ուղղակի կարող ենք on-line համակարգում շտեմարանում մուտք անել տվյալ անձի անուն-ազգանունը եւ հասկանալ, թե տվյալ անձը հանդիսանում է որևէ իրավաբանական անձի իրական շահառու թե ոչ։ Անդրադառնալով ձեր հաջորդ հարցին, ինչ է տեղի ունենում, երբ իրավաբանական անձը սահմանված ժամկետում չի ներկայացնում հայտարարագիրը, մեր էլեկտրոնային թվային գործիքների զարգացմանը զուգահեռ այդ հարցին լուծում ենք տվել այն առումով, որ կարողանում ենք շատ արագ հայտնաբերել չներկայացման դեպքերը եւ այս տարվա ընթացքում արդեն 200-ից ավել դեպք չներկայացման հայտնաբերել ենք եւ դրանց հետևանքը վարչական պատասխանատվությունն է, այդ բոլոր իրավաբանական անձինք նախազգուշացվել են ըստ ոլորտների արդեն համապատասխան գործողություններ տեղի են ունեցել, եթե հանքարդյունաբերող իրավաբանական անձ է, ապա համապատասխան գրություններն ուղարկվել են նաեւ լիազոր մարմնին, որպեսզի նշված մարմինը տեղյակ լինի եւ առաջացնի հետևանքներ տվյալ կազմակերպությունների համար։ Պատասխանն այն է, որ չներկայացնելու դեպքում նախատեսվում է վարչական պատասխանատվություն։ Շնորհակալություն, որպես արձագանք ուզում եմ ասեմ, կարծում եմ, որ բացի նրանից, որ այս շտեմարանը պետք է լինի բաց եւ հասանելի, նաեւ առանձին հատուկ ուշադրություն պետք է դարձնել պետական գնումների մասնակցող եւ հատկապես շահող իրավաբանական անձանց հայտարարագրերին։ Վերջերս օրինակ Սլովակիայի օրինակին ծանոթացա, այնտեղ օրենքով խստացրեցին եւ տուգանքներ սահմանեցին այն մարդկանց իրավաբանական անձանց, ովքեր չեն լրացնում ժամկետին, այսինքն հստակ ժամկետով չեն լրացնում իրական շահառուների հայտարարագիրը, եւ դա հենց միանգամից այնպիսի արդյունք տվեց, որ
ահռելի մեծ քանակի կոռուպցիոն դեպքեր բացահայտվեցին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն դիտարկման համար։ Իրականում ձեր կողմից նշված գործառույթը ավելի շատ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տիրույթում պետք է որ լինի եւ նրանք փորձեն վերահսկել ինչ որ առումով գործընթացը, եթե կա շահերի բախման ռիսկ, այսինքն պաշտոնատար անձի եւ տվյալ մրցույթը հաղթած ենթադրեն գնման արդյունքում իրավաբանական անձի միջև եւ այս առումով այն խնդիրը, որը որ մենք պետք է լուծենք, դա կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եւ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի բազաների փոխգործելիության ապահովումն է եւ այժմ մենք դրանով զբաղված ենք։ Այսինքն մենք ստեղծում ենք հնարավորություն, որպեսզի անխափան ձևաչափով կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը հասանելիություն ունենա համապատասխան շտեմարաններին եւ ըստ անհրաժեշտության կատարի որոնողական աշխատանքներ։